Քրիստոսն ասաց, որ մեզ մի բան է պետք, թակ մի բան։ Ու այդ մասին է այս ձայնագրությունը, սիրելի բարեկամներ, որոնք են հոգևոր կյանքի մեջ հաջողության հասնելու միջոցներն ու պատճառները։ Այս մասին գրում է իր գրքում Ղպտի եկեղեցու հայրապետ Շենուդա հայրապետը ու ասում է, որ այն մարդիկ, ովքեր հաջողել են հոգևոր կյանքի մեջ, մի ընդհանուր բան ունեն։ Նրանք բոլորն իրենց առաջ դրել են մի ուժեղ նպատակ եւ իրենց ամբողջ կարողությունն օգտագործել են այդ նպատակին հասնելու համար։ Գիտեք, այդ սուրբ մարդիկ, ովքեր հաջողել են հոգևոր կյանքի մեջ, հոգևոր ճանապարհի մեջ, իրենք այդ մեկ ուժեղ նպատակն այնքան են սիրել, որ այդ սերը իրենց տվել է հոգի, ուժ եւ ջանասիրություն այդ նպատակը ձեռք բերելու համար։ Ու այդ նպատակը սիրելը նրանց նաեւ տվել է դիսցիպլին, կարգապահություն եւ նրանք իրենց ամբողջ կյանքում այդ նպատակից չեն շեղվել։ Հիմա մենք մեծ պահք ենք սկսում, չէ՞ որ ինքը ճանապարհ է, չէ՞։ Եվ մենք էլ պետք է իմանանք, թե այս ճանապարհին ուր ենք գնում, որն է մեր նպատակը։ Ուրեմն այդ նպատակը, որ այդ սուրբ մարդիկ իրենց առաջ դրել են այդ ուժեղ նպատակը եւ դրա հետևից գնացել են, իրենց կյանքին նաեւ արժեք ու իմաստ է տվել։ Իրենց կյանքի ամեն մի րոպեին իմաստ եւ ուրախություն է տվել, լցրել է իրենց կյանքը, որտեղ մարդը նպատակ ունի։ Իսկ դու գիտեք, այն մարդիկ, ովքեր իրենց կյանքն ապրել են առանց այդ մեկ նպատակի, իմաստ չեն տեսել իրենց կյանքի մեջ։ Սիրելի ժողովուրդ, այ դուք հավանաբար շատ մարդկանցից լսած կլինեք, կամ քանի օգուց եք լսել, չէ, որ ասում են օրինակի համար կյանքս անիմաստ է անցնում, նպատակ չկա, չգիտեմ ինչի համար եմ ապրում, տառապում եմ ու ստիպված համբերում։ Բայց գիտեք, այ հենց այս տեսակ մարդիկ մի հատ նպատակ են գտնում, այս բոլոր հարցերը վերանում են, որովհետև իրանք նպատակ ունեն, իրանք գիտեն ինչի համար են սպասում, գիտեն ինչ ուր են գնում, ինչ են անում, որն է դրա պտուղը ակնկալված եւ այլն։ Հիմա գիտեք ոնց է մեր կյանքը, մարդիկ տարբեր նպատակներ են դնում իրենց կյանքի համար, չէ՞։ Օրինակ ոմանց նպատակը հարստություն դիզելն է, դիրք, հեղինակություն ունենալը, նույնիսկ վարպետություն կամ պաշտոն ունենալն է։ Ուրիշ մարդկանց նպատակը, ասենք, հաճույքն է ուտել, խմելն ու կոմֆորտը։ Մի հատ է սելֆի անեն, գցեն Facebook-ի մեջ, ասեն, տեսեք, մենք ինչ լավ ժամանակ ենք անցկացնում։ Ոմանց նպատակն էլ, ասենք, օրինակի համար ամուսնանալ, երեխաներ ունենալ, տուն-տեղ դնելն է կամ հաջողել ուսման մեջ կամ աշխատանքի մեջ, չէ՞։ Բայց գիտեք, իրականում այս բաները նպատակներ չեն, այլ ցանկություններ են, որովհետև այս ցանկությունները, նրանց մեջ լավ ցանկություններ կան, չէ՞, ասենք ամուսնանալ, տուն-տեղ ունենալ, այս բոլորը իրականության մեջ անցողիկ են, մակերեսային եւ հիմա ամենակարևոր բանն ասեմ, այս ցանկությունները բոլորը սահմանափակված են ժամանակով։ Իսկ նպատակը պետք է հավերժ լինի, չէ՞։ Ուրեմն սրանք բոլորը տեղավորվում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարթային ասված խոսքերի մեջ, որ ինքը ասեց. «Մարթա, Մարթա, դու հոգս ես անում, շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք»։ Գիտեք, այստեղ այս մասում Ղուկասի ավետարանի մեջ գրված է այստեղ մի բան է պետք։ Այսինքն մեր կյանքի համար մի բան է պետք, թակ մի կարևոր բան։ Եթե ծանոթ չեք այս պատմությանը, դուք հիշում եք, երբ որ Տեր Հիսուս Քրիստոսը գնաց Ղազարոսենց տուն, Ղազարոսը երկու քույր ուներ, մեկի անունը Մարիամ էր, մեկի անունը Մարթա։ Մարթան գնաց, հացմաց էր սարքում, խոհանոցում զբաղված էր, խառնվել էր իրար, Հիսուսն էր եկել տուն։ Կարևոր բան է, չէ՞, անհրաժեշտ բան է։ Իսկ Մարիամը նստած էր Հիսուսի ոտքերի մոտ եւ լսում էր հավիտենական կյանքի խոսքերը։ Եվ Տեր Հիսուսն ասեց, հետո Մարթան եկավ Հիսուսին ասեց, Տեր Հիսուս ասեց, հոգը չի, ես այնտեղ գործ եմ անում, չարչարվում եմ, Մարիամը մի բան չի գալիս ինձ օգնում, ինչի քրոջս չես ասում գա մի հատ ինձ օգնի։ Եվ Տեր Հիսուսը տեղ էր ասեց, Մարթա, Մարթա, դու հոգս ես անում շատ բաներով ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք։ Եվ ինչպես ասեցի, հունարեն բնագրում գրված է այստեղ մեկ բան է պետք։ Այսինքն մեր կյանքի համար Տեր Հիսուսն ասում է, որ մի բան է պետք։ Հիմա տեսնենք որն է այդ բանը։ Սիրելի ժողովուրդ, հոգևոր ձգտման նպատակը միայն Աստվածն է եւ ոչ ոք բացի նրանից։ Հոգևոր կյանքը հասկացող մարդը միայն մեկ նպատակ ունի։ Հոգևոր ճանապարհով գնացող մարդը միայն մեկ նպատակ ունի։ Նա ջանք է անում Աստծուն փնտրելու
Աստծո հետ ապրելու, Աստծո հետ խիստ անձնական հարաբերություն հաստատելու։ Նրա նպատակն է, որ Աստված ապրի իր մեջ եւ ինքը ապրի Աստուծո սրտի մեջ, որպեսզի ինքը այն Սամոսերբուի խոսքի պես կարողանա ասել. «Արդարև ինձ համար ինչ կա երկնքում կամ քեզնից բացի, ինչ փնտրեմ երկրի վրա»։ Իսկապես որ Աստծուց բացի ինչ փնտրի մարդը երկրի վրա։ Այդ խոսքերը 72-րդ Սաղմոսից են 25 համարը։ Ուրեմն այդ մարդը, որ Աստծուն դրել է իր որպես միակ նպատակ, ինչպես ասացի այն մյուս բաները, որ կային, նրանց մեջ լավ բաներ կային, չէ՞, դրանք ցանկություններ են։ Բայց մարդը կարճելով Աստծուց, այս մարդն արդեն կարող է ապրել առանց մյուս բաների։ Աստծուց կարճելը նրան հեռացնում է աշխարհից ու տանում Աստծուն փնտրելու, տանում է ճգնության։ Այս տեսակի մարդը, ով փնտրում է Աստծուն, սկսում է հասկանալ, որ աշխարհում մնացած բոլոր բաները ժամանակավոր են եւ ունայն։ Գիտեք, Ժողովողի գրքում 5 տականում մի այսպիսի խոսք կա, ասում է քամի բռնել։ Այսինքն այնքան ունայն են այն մյուս բաները, հարստություն, դիրք, հեղինակություն, բան որ դրանք լրիվ ժամանակավոր են, նման են քամի բռնելու։ Բռնեցիր, վաղը ձերցից գնալու է։ Այդ դուք կարդացել եք Առակաց գրքի 27-րդ գլխում այսպիսի մի խոսք կա, ասում է կուշտ մարդը արհամարում է խորիսկն ու մեղրը։ Իսկապես, երբ որ մենք կուշտ ենք, մեղրով կուտի կուշտ ժամանակ, չէ՞, արհամարում է մարդը։ Այսպես էլ ուրեմն այն հոգին, ով բավարարվել է Աստուծով, արհամարում է այս կյանքի հաճույքները, որովհետև նրա միակ նպատակը Աստված է։ Սիրելի ժողովուրդ, եկեք մենք էլ մեր կյանքի միակ նպատակը դնենք Աստծուն։ Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, չէ՞ կոչված լինել։ Հետևենք Աստծուն, որտեղ ինչպես ասացի, այն մնացած բոլոր նպատակները դրանք պարզապես ցանկություններ են։ Տեղավորվում է ժամանակի մեջ ու ժամանակից հետո վերանալու են այդ ամեն ինչը։ Հիմա մեծ պահքի սկզբում թող մեր նպատակը լինի Աստծուն ավելի մոտենալ, ոչ թե միայն ուտելիքից հրաժարվել, այլ Աստծուն ավելի մոտենալ եւ Աստծուն ունենալ մեր սրտի մեջ։ Հենց որ մենք դա արեցինք, մնացած բաները, ինչպես մեղրն ու խորիսն են արհամարելի կուշտ մարդու համար, այնպես էլ մարդը, երբ որ Աստծուն գտնի իր սրտի մեջ, մնացած բոլոր բաները անհետաքրքիր կդառնան այդ մարդու համար։ Իսկ հաջորդ ձայնագրության մեջ ես ձեզ կպատմեմ, թե լավ, երբ որ դու հոգևոր նպատակ ես դնում Աստծուն, բա սատանան ինչ է անում այս ընթացքում։ Ու ինչպես է նա գալիս ու ձեր մեջ սկսում, մեր մեջ սկսում սերմանել կեղծ ու մակերեսային նպատակներ, են որ ասում են կեղծ օրակարգ։ Կեղծ ու մակերեսային նպատակները ինքը սկսում սերմանել, այդ քո գլխավոր նպատակի կողքը ինքը սկսում է ուրիշ նպատակներ դնել, որպեսզի մեր միջից, ձեր միջից դուրս հանի ամենակարևոր նպատակը՝ Աստված։ Ու այս բաների մասին ժողովուրդ ջան, շատ կարևոր է իմանալը։ Դե լավ եղեք, եթե այս ձայնագրությունը ձեզ օգտակար եղել, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, ձեր էջերին, որպեսզի ավելի շատ հայ մարդիկ իմանան, եւ եկեք այս մեծ պահքի առաջի օրով ասենք Աստծո մեր աղոթների մեջ. Տեր Հիսուս Քրիստոս, դու ես իմ նպատակը, դու ես իմ կյանքի միակ նպատակը։ Օգնիր, որ ամեն մի ջանքը, իմ ամեն մի եռանդը ինձ ավելի մոտեցնի քեզ, իմ նպատակին։ Արի բնակվի մեր սրտի մեջ, արի բնակվի իմ սրտի մեջ եւ դարձին իմ սրտի թագավորը։ Ես քեզ եմ ուզում այս կյանքում, որտեվ հավատացեք, եթե մենք նախ փնտրենք Աստծուն, երկնքի արքայությունը եւ իր արդարությունը, իսկ մնացած բաները մեզ կտրվեն ավելիով, ինչպես Տերը մեզ խոստացավ։ Դե բարի օր ժողովուրդ ջան, բարի ընթացք Տեր Հիսուս Քրիստոսով այս մեծ պահքի ընթացքում, ում փառք Հոր եւ Սուրբ Հոգու հետ միասին այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։